Վերջին լուրերը ճանապարհորդ մեր եղջերուից արդեն Դիլիջանից են Երևան հասնում։ Ամանորյա արձակուրդներին սոցցանցի աստղ դարձած ազնվացեղը վերադարձել է այնտեղ, որտեղից նրան բաց էին թողել վայրի բնություն։ Կենդանու այս տեղաշարժը WWF Արմենիայից են կազմակերպել։ Տեղափոխվել է Ստեփանավանի շրջակայքից, քնացվել է մեր բժշկի անասնաբուժի կողմից հատուկ միջոցներով, տեխնիկաներով բնականաբար։ Մարզից մարզ Մոլորյալին ապահով տեղափոխելու կադրերը բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի էջում կեսօրից հետո հայտնվեցին։ Ֆոտոների շարքում հերթականը կարանտինի պահին է։ Այստեղ արդեն Դիլիջան ազգային պարկի բազմացման կենտրոնում արդեն զարթնած վիճակում է։ Կենդանին նորմալ խոտ է կերել, որևէ խնդիր չի ունեցել, այնպես որ փակած պահելու կարիք չկար, ասում է հիմնադրամի ղեկավարը։ Երեկոյան ենք բաց թողել իրան բնություն, այսօր երեկոյան մենք մյուս դիտարկումը կանենք իր տեղաշարժը հասկանալու համար, թե ինքը որտեղ է։ Եղջերուի տեղը կոորդինատներով կճշտեն վզին ամրացված սարքի օգնությամբ, տվյալ ռադիովսկապը մի քանի ամիս է ինչ առանձնահատուկ ուշադրության տակ է։ Պարզվում է Մոլորյալը մայիսի վերջին Վանաձորի ուղղությամբ անտառ բաց թողնված 10 ազնվացեղերից մեկն է։ Այս մի առանձնյակը շրջում էր տարբեր վայրերում, առանձնացավ իր խմբից։ Շրջագայել սիրող եղջերուն նախ Եղեգնուտից Կուրթան էր գնացել եւ իդեալական հարմարվել գյուղում ապրելուն։ Ես հերվից եմ նկարում, ասում եմ, փախ չի հանգած։ Դատելով սիրողական տարբեր վիդեոներից շփումից սկսել էր բացարձակ չվախենալ, նկատում է Լևոն Աղասյանը։ Մարդիկ հանգեցրեցին այդ իրավիճակին, որ այդ կենդանին արդեն սովորել էր մարդկանց։ Ու տարբեր դեպքերով հայտնվում էր դպրոցում, մանկապարտեզի բակերում եւ այլն։ Կուրթանից հետո կենդանու հաջորդ հրապարակային կանգառը տոներին Վանաձոր Ալավերդի մայրուղու վրա էր։ Հավանաբար ձյանգալն էր դժվարացրել անտառում նրա կեր գտնելն ու անցորդների տված սնունդից վայրի բնազները ծուլացրած եղջերուն, այսպես ասած, ոտքը կախ գցեց ճանապարհին։ Շրջակա միջավայրի նախարարության հորդորը խնդրում ենք չմոտենալ, չկերակրել, չվնասել, իրավիճակը չփոխեց։ Այստեղ խնդիրն ու մեղավորությունը նորից կուզեմ կրկնեմ ոչ թե եղջերուինն է, այլ մարդկանցն է, քանի որ արդեն կերակրում էին ձեռքից, հա, եւ այլն, եւ այդ կենդանին սովորեց մարդկանց, ու եթե ասած մի քիչ ավելի հումորով ասեմ, դարձել էր համարյա ընտանի կենդանի։ Եթե չկերակրեին հետ անտառ։ Այո։ Կենդանին ոչ միայն անտառ չվերադարձավ, այլև մեքենաների ու մարդկանց հոսքին սկսեց սթրեսային արձագանքել։ Արի, բարալարի։ Վայրենի, խելոք։ 4-5 տարեկան այս արուն որևէ մեկին պոզահարել կամ քացի է տվել, թե ոչ հայտնի չէ, բայց որ վախեցած կենդանին իրոք կարող էր վնասել, հաստատ է, ասում են բնապահպանները։ Ինքը ազնվացող եղջերու կարող է հասնում մինչև 300 կիլոգրամ եւ ավել ու կարա հանգիստ վնասել, ավելի լուրջ վնասներ կարող է հասնել մարդկանց։ Եվ մարդկանց եւ կենդանու համար անվնաս այս պատմությունն ավարտվեց Սիրունին Դիլիջանի ազգային պարկ վերադարձնելով։ Արդյունքում Կովկասյան եղջերուների բազմացման ու Հայաստանում վերաբնակեցնելու WWF-ի ծրագրում գրանցեցին տարած հետ բերած առաջին ազնվացեղին։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան լուրեր։